Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով սատարում է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը եւ բարձրաձայնում ռազմագերիների ու պատանդների վերադարձի հարցը։ Ադրբեջանի արձագանքը սպասեցնել չտվեց, նախ հայտարարվեց, որ Միլի Մեջլիսը կդադարեցնի իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին, ապա Ադրբեջանի ԱԳՆ կանչվեց ԵՄ դեսպան Մարիանա Կոյունչիջին եւ բողոքի նոտա ստացավ։ Սակայն ինչ ազդեցություն կարող է ունենալ այս բանաձևի ընդունումը։ Արման Աբովյանը շեշտում է, չարժե մեծ սպասելիքներ ունենալ։ Բանաձևեր են ընդունում, հետո։ Մենակ ընդունեցին բանաձևը, հետո մեխանիզմ կա այդ բանաձևը իրականացնել կամ իրագործել կամ ստիպել։ Նախկինում կար, հիմա ոչ։ Շատ պարզ պատճառով վերաձևավորվող աշխարհում աշխարհաքաղաքական բոլոր կանոնները, ժամանակին, որոնք գործում են, իրենք չկան։ Հիշենք նույն ԵՄ-ի կամ Եվրամիության խորհրդարանական վեաժողովի բանաձևերը կապված Արցախյան ցեղասպանության, կամ Արցախում տեղի ունեցած, այն սարսափելի վայրագությունների մասին, որը ըստ էության մնաց միայն թղթի վրա։ Քաղաքագետ Արա Պողոսյանը նույնպես հիշեցնում է, որ 2023 թվականին Եվրախորհրդարանը նման բանաձև էր ընդունել եւ Ադրբեջանը նույնպիսի կոշտ արձագանք էր տվել, ապա ժամանակավորապես դադարեցրել գործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Պատմությունը կրկնվում է։ Այժմ Ադրբեջանը հավանաբար կարծելով, որ փոխել է իր քաշային կարգը եւ այժմ հանդես է գալիս որպես միջին տերություն կամ ռեգիոնալ տերություն եւ իր դիրքորոշումը, իր վարքագիծը կարող է լինել ճնշում Եվրոպական միության եւ Եվրոպական խորհրդարանի վրա, փոխելու նրանց դիրքորոշումը։ Պողոսյանի կարծիքով կանխատեսելի էր Ադրբեջանի նման ռեակտիվ արձագանքը։ Այն բնորոշ է ավտորիտար պետություններին, որոնք ունեն ներքին լեգիտիմության խնդիր եւ արտաքին լեգալության ֆոն պահելու նպատակով են հաճախ այսպիսի պահվածք ցուցաբերում, ակնկալելով ազդել արտաքին աշխարհի ընկալումների վրա։ Ինչ վերաբերում է բանաձևի ազդեցությանը, ապա քաղաքագետը համարում է, որ այն չունի իրավական ուժ, պարզապես քաղաքական աջակցություն է եւ ամեն դեպքում կարևոր ուղերձ։ Այն պատկերացմամբ, ինչ պատկերացմամբ Ադրբեջանում պատկերացնում են, նաև միջայլոց Հայաստանի իշխանությունները պատկերացնում են Արցախի հիմնախնդրի վերջնական լուծում, խնդիրը կարգավորված չէ, կոնֆլիկտածին իրավիճակը պահպանվում է եւ սա այդ փաստի արձանագրումն է կարծեք թե։ Բայց այս քայլերի տակ ընկած է ավելի խորքային հաշվարկ։ Ադրբեջանը կարծես իրեն արդեն տեսնում է որպես տարածաշրջանային քաշային կարգ փոխած խաղացող եւ փորձում է այդ կարգավիճակը վերածել քաղաքական լծակի, նաեւ Եվրոպական միության հետ հարաբերություններում։ Արման Աբովյանն էլ է հիշեցնում, որ նույն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը 2022-ից 24 թվականներին 2 անգամ հաստատել է այն թեզը, որ Ադրբեջանը հանդիսանում է Եվրամիության ռազմավարական գործընկերը։ Ինչ վերաբերում է կոնկրետ բիզնեսին, զենքին, գետնի վրա գործողություններին, Ադրբեջանը եւ Եմեն միասին ռազմավարական գործընկերներ են։ Ինչ վերաբերվում է մարդու իրավունքների, օրինակ, չգիտեմ, վայրագությունների դատապարտելու եւ այլն, Ադրբեջանը այստեղ իհարկե դեմ է։ Դա բնավ չի նշանակում, որ Ադրբեջանը իր հարաբերությունները ԵՄ-ի հետ խզում է, կտրում է։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ԵՄ-ադրբեջանական հարաբերությունները աստիճանաբար խորանում են, հաշվի առնելով Ադրբեջանի գազի մատակարարման վերաբերյալ գործակցությունների քանակը ԵՄ անդամ պետությունների հետ։ Եվրամիության խորհրդարանը, դե լավ սենց ասենք, վեաժողովը, ընդունում է ոչ թե հայամետ, ոչ թե հակաադրբեջանական, այլ ընդունում է արդարացի որոշակի մի փաստաթուղթ, բանաձև, Ադրբեջանը դա չի ընդունում։ Այստեղ Միլի Մեջլիսը հավաքում է եւ ասում է՝ դե մենք չենք բանանի, էլ հետները չենք աշխատի։ Երկրորդ փուլն է գալի, այսինքն զուգահեռ փուլը ավելի է խորանում գործնականում գետնի վրա Ադրբեջան եւ Եվրամիություն քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը կարող է այդ քայլին գնալ միայն Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։ Ընդգծենք, ռազմագերիների վերադարձը ունի միայն եւ միայն նախընտրական տրամաբանություն, այսինքն վերադարձը կապ ունի միայն եւ միայն իշխող ռեժիմի ռեյտինգի բարձրացմանը։ Աբովյանի դիտարկմամբ պետք է ոչ ուրախանալ եւ ոչ էլ տխրել Եվրամիության հայտարարություններից։ Պարզապես իրավիճակը ռեալ դիտարկել, հաշվի առնելով, որ Եվրամիության գետնի վրա որոշող գործընթացներն ադրբեջանամետ են, իսկ արտաքուստ միգուցե եւ Հայաստանի սատարող։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։